Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, իհարկե էթիկայի կանոնագիր կամ էթիկայի հանձնաժողով խիստ կարևոր է որ լինի եւ կարևոր է որ այդ բարեվարկությունը պահեն պահպանեն առաջինը падգամավորները։ Բայց գիտեք Տիկին Ջուլակյան, ես կարդում եմ ՔՊ-ի էթիկայի կանոնագիրքը ու փորձում եմ հասկանալ, ուղղակի Ջուլակյանը չեմ կարողանում հասկանալ, էլի, անկեղծ ձեր նկրտումները չեմ ուզում կասկածի տակ դնել, որ լինելու է էթիկա մյուս, բայց օրինակ ձեր երկրորդ կետը որ կա ազնվություն եւ պարկեշտություն, այսինքն կուսակցականները դուք պարտավոր եք լինել ազնվորեն եւ հանրային գործունեության վերաբերյալ ներկայացնել միայն ճշտամարիտ տեղեկատվություն, բայց այնինչ ես դալիճում տեսնում եմ կարգավիճակ ունեցող անձանց, ովքեր դա չեն պահպանում։ Գիտեք երկրորդը որն է, ձեր կուսակցականները պարտավոր էին պահել խուսափել հովանավորչությունից եւ նեպոտիզմից։ Իսկ այդ նեպոտիզմը, այդ պոզով կենթանին մտել է ձեր կուսակցության մեջ ու դուրս չի գալիս ձեր շենքը։ Գիտեք ինչի համար, որտեվ նեպոտիզմը դա կողմնակալության ձև է, հիմնված ծանոթությունների, ընտանեկան կապերի վրա, երբ պաշտոնատար անձը չարաշահում է իր լիազորություններն ու իշխանությունը իր ընտանիքի անդամին, բարեկամին կամ ընկերոջը աշխատանքով ապահովելու կամ ծառայություն մատուցելու համար, անկախ նրանից, որ վերջինս չունի ոչ համապատասխան որակավորումը, ոչ է գիտելիքները։ Մի օր որ պարապ չլինեմ, այդ նեպոտիզմի մասին ու ՔՊ-ի մասին երկար լեկցիա կկարդամ մի քանի ժամանոց։ Հաջորդը ձեր էթիկայի կանոնագրքի մեջ ասում է երրորդ կետով հավասարություն եւ խտրականության բացառում, դա տենց է թե չէ, բայց ժամանակի մեջ տեղավորվում պարոն Ռուբինյան, անհույս չի, որովհետեւ ձեր 5-րդ կետը ասում է, որ կուսակցության անդամը պետք է լինի բարեվարկ։ Եվ քանի որ որոշում ենք կայացրել, որ բարեվարկ լինի, բայց դուք էթիկայի կանոնագիրքը ձեր հրապարակած մի քանի օր հետո մոռացել եք իսպար։ Հույսով եմ այս անգամ չի կրկնվի։ Շնորհակալություն։